Ինչ էր նշանակում, ով էր օրինակ պարտադրում հոգևորականներին, որ այսպես ասած պլոմբ էին դռները։ Չէ, հստակ ասված էր, որ եկեղեցու բանալիները պիտի հանձնենք, մենք բանալիները չենք հանձնել, ուղղակի այդ թուղթը դրել ենք, մենք ենք որ կնքել ենք, հա, այսպես ասած, եւ դուրս ենք եկել։ Մենք բանալիները եկեղեցու չենք հանձնել։ Դե իրենք չգիտեմ ինչ բաներից երներով են ուզում այդպես անեն։ Բայց մենք գտել ենք, որ մեր եկեղեցու բանալիները չպիտի տանք իրենց։ Եվ ուղղասվել է, որ օրինակ վաղը չներկայանա ոչ մեկ եկեղեցի, նման հրահանգ։ Տեսեք, մենք չենք կարող ներկայանանք, որտեղ Կիրակի օրը անկախ իրանց գալուց չգալուց մենք պատարակ ենք մատուցում, որովհետեւ մեր ծառայությամբ մենք պատարակի մեջ ենք։ 7 վերքումով պետք է պատարակ այսօր մատուցել։ Դե խառը իրավիճակ էր, քահանան ով որ պիտի պատարակ էր, ասկին հերթապահ էր, պատարակության իմաստով ինքը հիվանդացել էր, քանի օրեր էր, եւ ինքը բնականորեն չպիտի լիներ։ Մյուս քահանան, որ նոր ձեռնադրված էր առաջ պատարակը պիտի մատուցեր, պետք է գնալ Էջմիածին, որովհետև խնդիր գոյություն ուներ հանդիպելու Գաղափար Հայրապետին, այդպես է ասկին, նոր ընծաները պատարակից հետո գնում է։ Շիրակի թեմի հոգևորականներից մեկը գար եկեղեցի ինչ տեղի կունենա։ Երբ որ եկեղեցին կնքել են եւ ձեզ դուրս են հանել եկեղեցուց, պիտի գա եւ առավոտյանը ոչ մեկին չեն թողում։ Ասկին երբ որ երեկոյան հանել են եկեղեցուց եւ առավոտել չեն թողնում։ Չէ, գայքը Ընդ որում խաթարելով մեր ծիսական արարողությունը, կանոնական ծիսական արարողությունը եւ նաեւ այն հավատացյալների, որոնք այսօր այստեղ չէին, բայց այս թեմից էին, ոչ թե բերված անձնավորություն են։ Իրենց կրոնական ծես անցկացնելու իրավունքը խաթարելով, որը քրեական հանցանք է։ Դեր նշան, հիմա ասում են կաթողիկոսը զավակ ունի ու 10 արքեպիսկոպոս, էպիսկոպոսներ միացել են նրա հերացման պահանջին։ Դուք ունեք այդ պատասխանը։ Ես պատասխան ունեմ այսպեսին, լսեք, ուրեմն։ Լսեք եւ մի հարց մի տվեք, սադրիչ հարց մի տվեք։ Ուրեմն եթե կաթողիկոսն է հարցը, ես էլ ուղիղ ձեզ հարց պատասխանում եմ։ Ուրեմն ինչ կապ ունի, երբ որ օրինական պատարակին չեն թույլ տալիս այստեղ պատարակ մատուցելու, այսինքն լիազոր իրավունք ունեցող պատարակին եւ բերում են ուրիշ տեղից մի բան։ Դա ինչ կապ ունի կաթողիկոսի զավակ ունենալու կամ չունենալու հետ։ Ես քեզ պատասխանում եմ էլի։ Ցիվիկից ես, հա, երևում է։ Ուրեմն մի բան կարող եմ ասել ձեզ։ Ուրեմն եթե ձեր հետևից ընկնեն, հա։ Ինչու՞ չէ, ես զավակի բան չասեցի, ուղղակի սպասում եմ իրենից այդպեսի հարց։ Իմ հարցի պատասխանեք։ Հա։ Տեր հայր։ Դու էլ ես մեր զավակը։ Հա, նա արտիկից է, չէ։ Հա, ուղղակի թվում էր խտրականություն չկա։ Չէ։ Իմ հարցին չպատասխանում։ Ուրեմն ես չեմ պատասխանելու, որովհետև դա իմ իրավունքը չէ։ Դու դավաճանել ես քո կնոջը։ Ես կին չունեմ։ Չունես, ուրեմն ուրիշ տղամարդու հետ դավաճանել ես երբևէ։ Ում է։ Չգիտեմ ում հետ։ Ում տավաճան։ Ես Դու քո մարդկություն ամուսնացած ես, ուրեմն կարող ես դու բանես։ Մի րոպե կներես, իսկ դու կարող ես հանգարց ասենք լեվի ես գնացել։ Ես ուղ չեմ տվել ոչ մեկին։ Ես ոչ մեկին, իսկ դու կարող ես քո բանը ուրեմն ասես թե իմ անձնական դա էլ ուրեմն իմ անձնականն է կպատասխանեմ թե չէ։ Բայց կաթողիկոսը կուսակրոնության հոգ է, չէ՞, տվել մի րոպե։ Ուղղակի դու ձեր աստիճանին մի գնացեք։ Հարցեր կան, որոնք չպիտի տակ։ Ուրեմն հենց այդպես բարոյական չէ ձեր կողմից այդ հարցը։ Բարոյական չէ իմ հոր հանդեպ այդ հարցը տալ։ Իմ հայրը շատ բան կարող արածնի։ Ուշադիր լսի, հայրը շատ բան արած կլինի։ Ու հաստատ արել է այդ ամենը, լավ եմ անում։ Լավ եմ անում։ Ուրեմն քո կարիք ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը կարիք ունի։ Ուրեմն գնա խաղաղության, ճիշտ է։ Քաղաքացիական պայմանագրի անդամը կարիք ունի պաշտպանության։ Ուրեմն լսի։ Անունը տասա խնդրում եմ, հա։ Բոբա ջան, ուրեմն լսի, հարցեր կան կյանքում։ Իմ հոր վերաբերյալ բարոյական չէ գալ եւ քեզ հարցնել քո հայրդ եւ մայրդ ինչ ա արել։ Կարող է արել է։ Հասկանում ես։ Ուրեմն այդ հարցը մի տուր ինձ։ Կաթողիկոսը իմ հոգեվոր հայրն է։ Հա, իմ հոգեվոր հայրն է։ Իմ եկեղեցու գլուխն է։ Ինքը ոչ աղանդավոր է, ոչ իրեն կարգալուծեն արել եւ այլն։ Ուրեմն մի տուր այդ հարցը, որտեվ հարցեր կա, որ ճիշտ չի, բարոյական չի տալը այդքան բան։ Եթե հարցնում եք, պատասխան չունեք։ Եթե ոմանք մեղադրում են որևէ մեկին, թող գնան ապացուցեն։ Եղավ, ոչ թե եթե դու ինձ 10 սրբազան է, դա չի ասել, 10 սրբազանի հայտարարությունը գնացեք կարդացեք եւս մեկ անգամ։ Ծածկա դմփոց է անում սրբապղծություն։ Իրենք էլ են անում։ Մաքրման կարգ անցկացնելու եք եկեղեցին։ Դες նոր պատասխանեցի դա էլի։ Չեմ կարող ես պահին ձեզ ասել, որ 5 անգամ էլ արցնեք, գիծում ես։ Բայց ոչ, ինչ զրկված է, ինչից է զրկում։
Կարկալույց չեղած չի է, սոբանը գործող հոգևորականը ինչ կարիք կա ինչ ոչ գործընթաց։ Դե ուրեմն գիտեք, կարկալույց չեղած չի, բայց ինքը իրավունք չուներ։ Արդեն ըստ երևույթին կարկալույց է։ Միքայել այսինքն կանոնակարգ, որ Շիրակի ինքը իրավունք չունի մտնի տարածք, որևէ քահանա առանց առաջնորդի թույլտվության։ Սա առաքելական կանոններից սկսած է։ Նզովքով ուրեմն պսակվող կանոն է դա։ Նզովք նշանակում է եկեղեցուց հեռացման։ Նզովքը բանը չի։ Հաստել, որ Շիրակի թեմի հոգևորականները, այսպես ասած, բարոյական ապտակ հասցրեցին իշխանությանը։ Իրենք պիտի դրան թողինանք պատասխանեն, ապտակ էր թե ապտակ չէր։ Ես չգիտեմ, ապտակ էր իրենց համար, թե չէ։ Իսկ ինչպես կգնահատի Միքայել Սրբազանը ձեր այս արարքից։ Ում արարքը։ Շիրակի թեմի հոգևորականների։ Ինքը արդեն գնահատել է իր հայտարարության մեջ։ Հայտարարություն չի արել։ Չէ, հին հայտարարության մեջ ինչ արել։ Հորդորել է ինչպես, հա։ Չէ, ինքը ասել է բարձր եմ գնահատում Շիրակի թեմի իմ կանոնները հայտարարության մեջ ասում է 7 վերքը 2 անգամ դիմակայել է թուրքերին, այս անգամ էլ կդիմակայել։ Տեսեք, նայեք, դուք ինչ եք ասում հիմա ինձ։ Դուք Միքայել Սրբազանին պիտի հարցնեք դրա մասին։ Դուք ինձ հարցնում եք, թե ինքը ինչա գնահատում կամ իր ասածը վերագրում եք ինձ։ Նարեկ ջան։ Դա թեմի հայտարարություն չէ, ներողություն ստացել է դա։ Ես կարծում եմ, որ այստեղ պատկերավոր ասած նրանց, ովքեր որ եկեղեցին նույնիսկ եկել են, այս քաղաքում եղել են, բայց չեն արել այդպիսի բան, այսինքն թույլ են տվել, որ եկեղեցուն պատարակ մատուցվի օրինավոր քահանայի կողմից։ Մեկը երևի բոլշևիկներն են այդպիսի բան ինչ որ ժամանակ արել, երբ որ այնա գնդակահարված հոգևորականների բանը կա։ Սրա մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Հիմա երբ որ մենք ասում ենք 1000 հոգի, նկատի չունենք 1000-ը։ Մենք նկատի ունենք շատը։ Չէ՞, մեր լեզվի մեջ այդպիսի բաներ կա։